Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ազգային դոն է։ Սրբոց վարդանանց զորավարած դոնը։ Դոնը, որ մեզ սիրելիներ թարեր շարունակ ոգեշնչած է ու մինչև վերջ պիտի ոգեշնչե մեր հետնորդներն անգամ, որբեսի հանուն Աստուծո, հանուն հավատքի, հանուն հայրենիքի, նույնիսկ եթե հարգլա իրենց արյունը թափեն, սակայն չցուլվին, ուրիշին վիշ չձրեն, այլ մնան ճշմարիտ հայ քրիստոնյա։ Այս պատերազմին սիրելիներ ոտքի ելան սպարաբեդ, զորագաններ, զինվորներ, մեծահասակներ, կանայք, երեխաներ, գրոնավորներ, բոլորը միահամուռ մեկ բնունց դարձած թեմթրին Հազգերտ երկրորդ Բարսից արքայից արքայի այն բարդատրանքին, որ իրենց հավատքը լքեն եւ վերադառնան մաստեզական գրագաբաշտ գրոնին։ Անոնք ոչ ըսին, ինչպես որ մեր նախահայրը հայգը ոչ ըսած էր փելին, անոնք ոչ ըսին մահվան, անոնք ոչ ըսին խավարին, սուդին, գեղձիկին, անոնք բայկարեցան իրենց կյանքով, իրենց արյունը տապեցին, իրենց փրկչին նման, Հիսուսի նման եւ բաշտեցին զայն եւ առավել ոչ թե հաղթանակի կացին, այլ նահատակության կացին։ 451 թվականը սիրելիներ, երբ աշխարհին մեջ, քրիստոնյա աշխարհին մեջ եկեղեցիները կողքովի հավաքված էին Քարգետոնի մեջ, ու Քարգետոնի ժողովի ընթացքին դժբախտաբար եկեղեցիները իրար մեջ բաժնվեցան, մեր ժողովրդի զավակները հավատքի բայկար դարին։ Այդ նույն թվականին մեր ժողովրդի զավակները իրենց արյունով վկայեցին, որ Քրիստոսի գահավադան։ Անոնք ոչ պատմության ընթացքին քրիստոնեական հավատքի առաջին պատերազմը մղեցին ընդեմ խավարին ու անհավատության։ Այո, անոնք նահատակվեցան սիրելիներ, բայց անոնց ծրագիրը, անոնց նպատակը մնաց, անոնց հոգին մնաց մեր մեջ, ու մենք այսօր եթե քրիստոնյա ենք, հայ քրիստոնյա, ապա սիրելիներ, վարդանանց զորավարած թափած սուրբ արյան քինն ենք, որովհետև անոնք Հիսուսի արյունով զորացած մեզի գտագեցին, որ երկնքի մեջ ուրիշ Աստված չկա, բացի Հիսուս Քրիստոսեն, եւ հետեւաբար Քրիստոսի անունին համար, հայրենիքի փրկության համար պատրաստ են իրենց արյունը թափելու։ Եվ արտանանց այդ ոգին շարունակվեցավ ոչ պատմության ընթացքին, շարունակվեցավ մինչև Սարտարաբադ, շարունակվեցավ մինչև Արցախ ու պիտի շարունակվի մինչև այն ադեն, որ երկրի վրա հայը գոյություն ունի։ Այսօր սիրելիներ, վարդանանց դոնն է, վարդանանց, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն սրբության, հանուն հայրենիքի, հանուն հավատքի, եւ մենք անոնց ոգին պետք ունենք։ Մենք սիրելիներ պետք է քաչության վախկոտություն չխառնենք։ Մենք անոնց մեզ սորվեցանք, թե ինչ կնշանակե իմացիալ մահ։ Մահ իմացիալ անմահություն է, մահ ոչ իմացիալ մահ է։ Անոր համար նաև մեր քայլերքին մեջ վերջին դան մեջ կերկենք, ամենայն դեղ մահը մի է, մարդ մի անգամ բիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգին ազատության գզոհվի։ Մենք սիրելիներ դիրոջ կողմէ այս ազատությունը ունեցանք եւ այդ ազատությունը բահենք, բահբանենք մեր կյանքով, մեր բադիվով, մեր արյունով, չլա որ քաչության վախկոտություն խառնենք, չլա որ առաքինության թավաջանություն խառնենք, որովհետև վարդանանց այս ժագադամարտի մեջ եղավ նաև
վասակսունին, որ թավաջանեց հայ նախարարները, որ թշնամին գոմը անցավ եւ ժառանգեց թավաջան անունը։ Այսօր սիրելիներ, երևելի եւ աներևույթ փազում հազգերտներ կան մեր ազգին վրա հարցակող։ Նաեւ թշմախտապար վասակներ կան մեր կյանքին մեջ։ Մենք սիրելիներ, վարտանանց հոգիով պետք է դոկորվինք, զորանանք, որբեսի կարողանանք ամուր մնալ մեր հավատքին մեջ, որբեսի կարողանանք մաքուր մնալ մեր սուրբ կյանքի մեջ եւ բահբանել այն բոլոր սրբությունները, որ մենք ցերծկեցինք մեր հայրերեն։ Վասն հայրենիած, վասն հավատո հարաճ։ Վարտանանց պատերազմին սիրելիներ, նույն այդ օրը 451-ին դեղի ունեցած էր այս պատերազմը մայիսի 26-ին, Վարդան եւ 9 զորականներ նահատակվեցան եւ իրենց հետ նահատակվեցան 287 զինվորներ։ Մարտը շարունակվեցավ եւ հայոց նահատակներու թիվը հասավ 1036-ի։ 200,000 բարսիկներու փանագին թիմած հայերը 66,000 զինվորներով բայկարեցան։ Այո սիրներ, ֆիզիկապես գործընծուցին պատերազմը, սակայն փարոյապես հաղթեցին եւ մենք մնացինք քրիստոնյա եւ մենք մնացինք գապված մեր հայրենիքին։ Ու այսօրալ թեև քիչ ենք թիվով, բայց պիտի շարունակենք գապված մնալ մեր հայրենիքին, մեր սրբության, մեր հավատքին եւ այս հավատքեն ոչ ոք կրնա մեզ խախտել, ինչպես Վարդանանք պատասխանեցին Հազգերդի նամակին։ Ոչ ռեշտակները, ոչ ճուրը, ոչ հուրը, ոչ մեկ բան, ոչ ներգան եւ ոչ արկալիքը, որովհետեւ այն սերը, որ մենք վայելեցինք Տիրոջմով, Տեր Հիսուս Քրիստոսով, այդ սերեն ու այդ հավատքեն ոչ ոք կրնա մեզ խախտել։ Ու մենք պիտի մնանք ամուր, գապված մեր հայրենիքին, մեր մշակույթին, մեր լեզվին, մեր սրբություններուն, մեր հավատքին, մեր հայաստանյա ցարակելական սուրբ եկեղեցվո։ Եվ այս հավատքը պիտի ժառանգեն նաև քալիքները, անոնցալ պիտի փոխանցենք այս վառ չահը վարտանանց, որբեսի անոնքալ շարունակեն նույն ոգիով ապրիլ։ Եվ հիշենք սիրելներ, բոլոր անունները այն զորավարներուն, որոնք ինգան ավարայրի ճակատամարտին։ Քաչ Վարդան Մամիկոնյանը, Գարմիր Վարդանը, Խորեն Խորխորունին, Արդակ Բալունին, Դաջադ Քնթունին, Հմայակ Թիմաքսյանը, Ներսեհ Քաչպերունին, Վահան Քնունին, Արսեն Ընձայեցին եւ Քարեկին Սրվանստյանցը։ Ահա այդ զորավարները, որոնք սիրելիներ իրենց զինվորներուն հետ միասին բայկարեցան, նահատակության կացին եւ իրենք հարցակելով թշնամիին վրա անոնց ուժը գոդրեցին եւ վերջավորության բարդատրեցին, որ բարսիկները մեզ ազատ թողեն մեր պաշտամունքի մեջ, մեր քրիստոնեական հավատքի մեջ։ Երեք սիրելիներ, Վարտանանց այս հոգիով դոկորված, այս քանի օրերու ընթացքին երեքշաբթի Ղևոնդյանց քանայից դոններ, այսօր Վարտանանց զորավարած տոնը, այս հոգիով դոկորված եւ գընթերցեի արեմտահայ մեծ քրողներեն քրակնաթատ Հակոբ Օշագանի մեկ կորձը թատերախաղ մնե սիրելիներ երեք բատկերները փաղկացած եւ գոչվի երբ մերնիլ գիտենք անպայման ընթերցեցեք այս թատերախաղը Վարտանանց նվիրված թատերախաղ մնե խորուրդ հայ միջնատարեն այսպես նաեւ ենտավերդակիր դրած է ուրեմն երբ մերնիլ գիտենք Վարտանանք խորուրդ հայ միջնատարեն
Երրորդ բատկերի մեծ սիրելներ Վարդան Մամիկոնյան իր ջարն է որ գխոսի եւ անշուշտ թադերկության մեջ զանազան անձեր խոսք առնեն, սակայն գուզեմ Վարդան Մամիկոնյանի ջարը այսպես իրարու կովի փերած ընթերցել Հակոբ Օշագանը ներշնչված է Եղիշե Բատմիչեն Վարդանի ջարը եւ Ղազար Փարբեցիեն լսենք սիրելիներ ինչ ըսկանչելի ջար մնե որ Վարդան Մամիկոնյան գխոսի որ այսօր այնքան աժմեական է անոր ջարը թե ցույց տալով թշնամիին ոդնցուկությունները մեր հայրենիքին վրա թե ցավելով Վարդան Մամիկոնյան եղբայրներու թավաջանության համար եւ թե նաեւ գոչ ուղելով իր զինվորներուն եւ այսօր հայ զինվորներուն որ ամուր մնան իրենց սավատքի մեջ ու բայկարին հանուն Աստուծո եւ հանուն հայրենիքի Վարդանի ջարը Հակոբ Օշագանի եւ մերնիլ գիտենք թադերախաղեն զինվորներ ցեզ մեծ շատեր արդեն գրվի մտածեն զորավարներուն եւ ըսպարաբեդին հետ Աստված ավելի շատ հաղթանակ շնորհած է մեզի որոնց մե պիտի չխոսիմ հիմա թեև ադիգա անհրաժեշտ ալե սարոբեին Դուք բոլորդ մեծ ջագադամարտներու մեջ աբացույցը դվիք ծեր քաչության հավատարմության մահվան հանդեպ արհամարանքին Ցեզ մե ոչ ոք մերժեց իր արյունը երբ ուզվեցավ ադիգա իր մե Այսօր բիդի չմերնիք սակայն հայոց ըսպարաբեդին համար Շատ ավելի մեծ մեկն է որ ցեզ մե ծեր արյունը գուզե ու այդ ավելի մեծը հայոց հայրենիքն է Սա ասկանչելի երգիրը ով իմ ազնվական զինվորներս Այդ ավելի մեծը Հայաստանյայց եկեղեցին է հավատքն է ծեր ու ծեր բաբերուն խղճմտանքն է բադիվն է մեր ժողովրդին որ սա դակնաբի քիշերին գոչ կնե ծեր ամենուն արնության ու արյունին Սաբահուն ես վստահ եմ ծեր բոլորին հոգին մեջ դեղ չգա երկու բանի հոնգը թակավոր է մեկը զգացում Եվ մահվան բաբագն է ադիգա Ես վստահ եմ որ սա դասնյակով հազարներու մեջ մեկ հադիկ սիրտ չգա որ մտածե իր ցկածներուն Զավակ, քույր, հայր, մայր, գին, գալված, հարստություն եւ երկրավոր ամեն ազգի բարիկներ որոնք մեր խորակույն հուզումները թեև գդշկունին գոչնչանան Երբ տրվին մոդիգը վայելքներու վայելքին, երգնքին, զինվորներ, բոլոր բարիկները երգինքեն գուքան և մենք հոն գերթանք, նախ իմ անսահման ուրախությունը, զոհողության, քաչության, մահվան հոժար ընտարաչացող սադեսարանին արջև, որ մեր պանակն է սաբահուն, Ռոբե առ ռոբե քրոհի նշանինը սպասող, հարցագումի նշանինը սպասող։ Հետո անոր միահամուր գիտակցությունը, թե չէ եկած այս կամ այն նախարարին փարքին, այլ հայոց հայրենիքին համար, որուն մգրդությունը սա թաշտեն է, որ ըսկիստ կարն է քալիք թարերուն վրա։ Հայ հայրենիքին անտրանիկ պանագն է ասիգա, Մեղք որ այս հսկա խանթին խառնվածը լա նաև դրդմության զգացումը։ Գխորիմ թե ինչ անտիմատրելի խոյանքով մեկ գդոր մենք պիտի անցնեինք կետը, եթե երբեք մեր թիմաց ունենայինք միայն ու միայն մեր ժառանգական թշնամին։ Բայց փախտը գուզե ուրիշ կերպ։ Մեզի թեմ սուր պիտի շարժեն մեր համարյուն եղբայրները, քանի մը շաբաթ առաջ մեր գողքին, այսօր մեր թիմացը, թավելով իրենց երթումին ու հավատքին, թյուրին է խոսիլը, բայց դժվար սուրը եղբոր սրդին ուղղելը, վասնզի ինչ է մեղքը մեր այդ եղբայրներուն, որոնք խապված են քանի մը փարասեր անօրենները, Բայց ժամանակը անցած է ալ,
այդ բաներուն անդրադառնալու։ Սարոբեին բادرազմին վախճանը կմնա Աստուծո ցերքին մեջ։ Ինչ ցևովալ մեր Աստվածը զայն ըլլա դնորինած, իմ խրադս է ըզգուշը լալ եղբոր արյունին արջև։ Լուսատեմ գսկսի ճակատամարտը։ Գիտենք, որ ուրացյալ նախարարները իրենց քունտերը համախմբած են մեր ցախ թևին թեմ։ Ուրեմն մեր այդ թևը պիտի մնա պաշտպանողականի։ Չանցնելով կետը, որքան ադեմ որ իր զորավարեն հրաման չունի այդ բան անելու։ Զինվորը իր մեծերը մտիկ ընելով է, որ լավակույն գծարայե իր հայրենիքին։ Ամեն բան չէ քաչությունը։ Ճակատամարտը փախտախաղ չէ։ Թափող արյունը պետք է պաշտպանե ամբողջ երկիրը։ Այսօր համար է, որ կհրամայեմ արձունի քաչերուն վերցնել ամենեն դժվար բերը, բահեստը։ Գիտեմ նաև, թե որքան դժընթակ է անկորձ սպասել, երբ ճուրեն անթին գինան իր եղբայրները, բայց սպանագին շահը քերազանց է, քան մեր բոլոր զգացումները։ Խորհեցեք, թե ձեր երանտին անզուսպ վատնումը գրնա վտանգել մեր թադը։ Այն ադեն մերնիլ, այո, բայց հաղթելու ադեն, հաղթելու մեջ հաղթել է վերջ։ Այս է պատճառը, որ արձունին պիտի բահե բահեստը, իսկ աջ թևը զանգվածով արշալույսեն առաջ անցնի պիտի կեդը ու ինա ամբողջ թափովը թշնամիին վրա։ Պիտի ինանք մեկ կդոր, երկաթի պես այդ ավազակներուն վրա, որոնք ցկած իրենց ընդարձակ հողերը եկել են մեր արդար վաստակը, մեր բադիվը ոտքի գոխաննելու։ Մահ մեր ցեղին հավիտենական թշնամիին։ Բացարձակ միագդուր մահ։ Զինվորներ, դուք կհասկնաք ահավոր այն ադելությունը, որ գրագի պես արյունիս հետ կբդդի իմ մեջ։ Ողջ քալարվող հրթեհ մնե ուղեղը ամեն մամիգոնյանի։ Մեր ուժերը, մեր արյունը թարերով մենք չխնայեցինք այդ անօրեններուն փարքին ու փարիքին, որբեսի հարցակման ենթարկվի այսպես մեր բադիվը, մեր հավատքը, որբեսի մեր զավակները քերի դարվին Բարսկաստանի խորերը, որբեսի մեր Աստված անարգվի հրաբարակային ծաղրածություններով, ոչ մեկ մեղմացում, դգարացում ադելության սա զգացումին մեջ։ Մի վախնակ թիվեն, բատմութենեն գիտենք, միլիոններ էին ու փախան ապմը հելեններուն արջևեն։ Այո, քանի անգամներ մեր հայրերը փշուր աղացին անոնց հսկայաթիվ բանակները ու արինատիկա զինվորներ իրենց երգատ փազուկներովը։ Այսօր նույն թշնամին է մեր թեմ, նույն են զայն ուրեցնող ախորժակները գողովուդի, վայրակ ըսպանտի նույն ծարավը այդ մարդոց սրդերու մեջ։ Հայոց քեղեցիկ աշխարի մեջ չգա կարևոր թաշմը ուր չլա դրված փաստը այդ փարփարոսությանց։ Մեզ յուրաքանչյուրի երագին մեջ են թարերուն վրեժն է որ գտավալի, զինվորներ։ Մի մորնակ, թե ինչ անկտությամբ անոնք կվարվին բարդվածներուն հետ։ Թարերով մեր բաբերը կիցան պաշտպանել մեր երկիրը մեկ ու նույն ոգիով, ու նույն են այսօր նորեն։ Այդ անարգ ավազակներուն թեմ ճակատի վազող հոգիները սա բոլոր գորյուններուն, ամեն մեկը գրագի գդոր, ամեն մեկը փանակ մլեցնելու չափ վրեժով փրնգած, քաչապազուկ, արդար, որոնք մտիկ ըրածադեն իսկ գեփին իրենց երանտեն։ Պիտի գրվինք, ինչպես գրվեցան մեր հայրերը, պիտի գրվինք եւ այսօր, ինչպես գրվեցանք ամիս առաջ վրաց եւ աղվանից սահմաններուն վրա ու չախչախեցինք զիրենք սագավացերն թիվով։ Ասի քիչ առաջ ինչ կարժի անոնց թիվը։ Թիվը մխիթարանքն է դգարներուն, եգրավորով դոկորվածներուն։ Մեզի հավատքը մեր Աստուծույն եւ մեր հոգեղեն արժեքներուն վրա։ Մեզի վայրակ ու արդար համոզումը մեր թադին սրբության,
Գավելի վսեմ ճակատագիր կան մահվան վրա սա հարցագողականը պաշտպանելու համար ամենեն նվիրական բաները երկրին ու երկնքին մեզի արմության հարցակման մեջ սա գադախությունը ով գմերնի իր բաբերուն հողին վրա զայն օդարեն փրկելու ինքնամորացման քինովության մեջ գադարած գլա քերակույն պատկամը քերակույն արաքինության բիդի հետևիկ ծեր սպարաբեդին զորավարներուն որոնք ծեր արջևեն բիդի անցնին ճուրը ահա իմ սաղավարդը ահա անոր բլլված աբարոշը դուք զիս պիտի տեսնեք ամենեն ամփոխված գեդերուն ու գսեմ ցեզի երկու անգամ չի մեռնիր մարդ ով գնահատակվի արդեն արժանավոր զավակն է երկնքին ով գմնա ողջ հալածելու թշնամին թիմատրելու գրգին դարձյալ գծարայե հայրենիքին ու անոր աստուծույն հայոց աշխարհին արիարանց ու արույց տղակ ցեզի ագնգարույց կսպասեն բսագիցերին հոգիները մեր երջանիկ նախնիկներուն երկնքին խորերեն ցեզի են սևերված սարոբեին 100 հազարավոր սրդերը ծեր մայրերուն հայրերուն քույրերուն գիներուն մանուկներուն ինչ թանկագին աստվածային զարհուրերի փախտ է հանձնված ծեր փազուկներուն ամեն իջնող թանակ փրկված աղջիկ մնե անորենին ջիրաններեն ամեն նիզակ մանուկ մգազադե ցիուն սմպագներեն ծեր փազուկն է որ բիդի պաշտպանե մեծ բադիվը Հայաստան աշխարհին բիդի արկիլե գոտորածը քերեվաջար անարկվիլը մեր հարսներուն ու բարմաններուն ծեր զավակները գախված են ծեր սուրերուն երախեն զինվորներ ծեր մարմինները գենթանի փերթեր են ծեր քաղաքները ամրոցները սրբարանները պաշտպանող ու գահարցնեմ ինչ է ավելի վսեմ ու քեղեցիկ քան այս ամենուն համար բادرազմը դարձյալ բادرազմը միշտ բادرազմը գա ավելի թանկ զոհապերում քան ինչ որ հայրենյաց աստվածը սա ռոբեին գուզե իմ փերանով ծեր փոլորեն հաղթել ու մեռնիլ եթե այդ է գամքը երկրի ու երկնի արարիչին ահա իմ վերջին խոսքը դեր լսե բոլոր այս սայներուն զինվորներ բահն է հաղորդվելու մեր փրկչին մարնովն ու արյունովը հիմա լրացած ամեն բան դեր հայր օրտնե մեր բոլորին փազուկները գրվի ժամն է արդեն ահա սիրելիներ այսպիսի հզոր ջարար դասանեց քաչ վարդան իր զինվորներուն եւ անոնք քիդագից մահով մահվան հաղթեցին ու անմահացան այսօր վարտանանք նույն ջարն է որ կփոխանցեն մեզի նույն բատկամն է որ գուդամ մեզի ամուր մնալ մեր հավատքին մեջ աչքի պիպիպես բահբանել մեր հայրենիքը սիրել մեր լեզուն մեր մշակույթը մեր սրբությունները հանուն հայրենիքի հանուն հավատքի բայկարիլ դարձյալ բայկարիլ հավերժ բայկարիլ եւ բահել մեր հայ քրիստոնյա անունը սիրելի քույրեր եղբայրներ 1575 տարի է որ մենք վարտանանց հիշադակն է որ կկատարենք մենք սիրելիներ պետք ունենք վարտանանց ոգին մենք պետք ունենք անոնց բատկամին եւ այսօր ամեն հայ ըլա եկեղեցական ըլա քաղաքական կորձիչ ըլա բարս ժողովուրդ երեխա
գին, մեծահասակ, ինչ դարիքի մեջ ալ որ գտնվի, պետք ունի վարտանանց զորության, ոգին, պատկամին, որբեսի իր կյանքը ապրի արժանապատիվ ծևով։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, վարտանանց զորավարած այս դոնին օրը կխնդրեմ վարտանանց զորավարներու բարեխոսությունը մեր ազգին համար եւ գաղութեմ մեր փրկին Հիսուս Քրիստոսի, որուն սիրելիներ հետևելու առաջին ազգը եղանք մենք եւ առաջինները միշտ առաջին քծի վրա կգտնվին, առաջին նահատակները կդառնան։ Թող Տերը իր արյունով ծածկե մեր հայրենիքը, մեր պետականությունը, մեր Հայաստանի ցարակելական Սուրբ Եկեղեցին, մեր հայ ժողովրդի զավակները, կերևարված զավակները դուն դառնան, գորած անհետ գորածները հայտնաբերվին։ Վարտանանց հոգիով նահատակված մեր զավակները հավիտենական կյանքին արժանան, ու անոնց բարականները, մայրեր, հայրեր, գիներ, զավակներ Սուրբ հոգիով մխիթարվին, ու մենք միահամուր ցերքի տանք, միանանք, թավաջանությունը, վախկոտությունը վերանա մեր ազգի մեջ են, եւ մենք կարողանանք սիրելներ հոգեվոր ու ֆիզիկական թշնամիներուն դիմաց ներկայանալ, որբես միացած ազգ, համերաշխ ազգ, սիրով լեցուն ազգ, եւ իսկապես կարողանանք պահպանել մեր սրբությունները, մեր հավատքը, մեր հայրենիքը։ Կշնորհավորեմ բոլոր անոնք, որոնք վարդան անունը կգրեն, ինչպես նաև Խորեն, Հմայակ, Քարեկին, Դաջատ, Արշեն եւ բազմաթիվ ուրիշ անուններ, որոնք սիրելիներ դոն չունին այսօր, այն մեր զավակները, որոնք դոն չունին, այսօր բոլորին անվանագոչության դոնն է։ Շնորհավոր բոլորիդ անվանագոչության դոնը, եկեք սիրելիներ վարտանանց ոգիով ապրինք, հավատքով զինվինք, սիրով լեցվինք եւ ամուր բահենք այն բոլոր ավանդները, որոնք մեզի փոխանցեցին վարտանանք եւ բոլոր մեր նախայրերը։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։